Սամվել Կարապետյանի ստեղծվելիք կուսակցությունն առաջին համագումարը կանցկացնի փետրվարի 12-ին։ Այդ օրը կհայտարարվի նաև նոր քաղաքական ուժի վարչապետի թեկնածուի անունը, հայտնել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ես ուզում եմ հայտարարել, որ փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հետ հնարավոր կոալիցիային Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե որ դեպքում է դա հնարավոր։ Բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Մենք ունենք պլանավորած քաղաքականություն, թե ինչպես 300,000 նոր գործիքներ ստեղծել Հայաստանում։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծելու խոստում է տալիս ազգային բարերար Սամվել Կարապետյանը խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկը այսօր հրապարակել է մեր երկրի տնտեսությունն ուժեղացնելու 5 քայլ։ Դրանցից առաջինը 300,000 աշխատատեղերի ստեղծումն է մակրոտնտեսական պլանավորված քաղաքականության միջոցով։ Երկրորդը դեղերի գինը նվազեցնել 20%-ով Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Երրորդ գյուղերում բերքի երաշխավորված մթերման համակարգներ դնել, 4-րդ 20,000 մատչելի բնակարաններ կառուցել պետական աջակցությամբ եւ 5-րդ քայլը փոքր բիզնեսը ազատել հարկերից։ Ովքեր են լինելու շահառուները։ Գեղեցկության սրահներ, հարկերը լինելու են 0%։ Հացի կուրեր, հարկերը լինելու են 0%։ Փոքր կրպակներ, ձեր հարկերը լինելու է 0%։ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մոռանա, որ իր մոտ գալու է հարկայինը, գալու է քնչականը, գալու է ԱԱԾ-ն, չգիտեմ, Բերդ Պարային համույթը։ Ոչ մեկ, մոռացեք։ Դուք պետք է կենտրոնանաք գումար աշխատելու բարեկեցությունը ձեր մեծացնելու մեջ։ Դա է ձեր ճանապարհը, դա է մեր բոլորիս ճանապարհը, որպեսզի կարողանաք հաջողության հասնեք, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք հարկեր վճարել, ոնց որ բոլորը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջ մղմանը, հայտարարել է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր ընտրություններին ընդառաջ հրահանգետրվել բարձր գնահատել զինծառայողների ատեստացիան աշխատավարձերը բարձրացնելու նպատակով։ Նախարարությունը շեշտել է, որ ատեստավորման գործընթացը վերահսկվում է, ցանկացած միջամտություն արժանանում կոշտ արձագանքի։ Հերքվել է նաև տեղեկությունը, թե բարձրաստիճան հոգևորականների վրա կան ճնշումներ։ Ավելի վաղ մայրաթորներ տեղեկություն տարածել, որ ահազանգեր են ստացել գնդերեսների նկատմամբ ճնշումների մասին։ НАТО, ОБСЕ – это евроатлантические структуры, и как таковые… Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոշտ գնահատականներ է տվել Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի գործողությունների վերաբերյալ, նշելով, որ Մոսկվան իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե գործարքային մոտեցումների, այլ միջազգային իրավունքի եւ պետությունների հավասարության սկզբունքների վրա։ Լավրովի խոսքով, եթե Արևմուտքում նախընտրում են իրար հետ խոսել ոչ ֆորմալ կանոններով, դա իրենց ընտրությունն է։ Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր կարծիքով լրջորեն պատրաստվում է ռազմական հնարավոր բախման Ռուսաստանի հետ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում եվրոպական եւ գլոբալ անվտանգության համար։ Ըստ դիվանագետի, Արևմուտքում արդեն քննարկում են, թե ՆԱՏՕ-ի դաշինքն արդյոք պետք է պահպանվի իր ներկայիս ձևաչափով, թե անհրաժեշտ են արմատական փոփոխություններ։ Խոսելով Լատինական Ամերիկայի մասին, Լավրովը շեշտել է, որ Միացյալ Նահանգները կոպտորեն միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին եւ ճնշում գործադրում տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ, փորձելով ամրապնդել իր ազդեցությունը։ Ստավրոպոլում սպանվել է ռուս զինծառայողների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորող Ռուսաստանի քաղաքացի։ Այս մասին հայտնել է երկրի անվտանգության դաշտային ծառայությունը։ Ըստ գերատեսչության, հարձակվողը գործել է ուկրաինական հատուկ ծառայության հրահանգով։ Ահաբեկիչը դիմադրել է կրակելով աշխատակիցների ուղղությամբ։ Փոխհրաձգության ժամանակ նա սպանվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը Էմանուել Մակրոնին սպառնացել է ֆրանսիական գինու եւ շամպայնի վրա 200% մաքսատուրք սահմանել, հաղորդել է Bloomberg-ը։ Թրամփը հայտարարել է, թե Մակրոնը ոչ ոքի պետք չէ եւ միևնույն է շուտով լքելու է պաշտոնը։ Ամերիկայի նախագահն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ լրագրողները նրան տեղեկացրել են, որ Մակրոնը կարող է մերժել Գազայի խաղաղության խորհրդին միանալու իր առաջարկը։ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին հայտարարել է խաղաղության խորհրդի ստեղծման մասին։ Դրա կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ դեսպանոր Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսան Ջարեդ Քուշները եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը։ Գազայում թուրքական կամ կատարական զորքեր չեն լինելու, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմի հետ կան համաձայնություններ Գազայի կառավարման կոմիտեի վերաբերյալ։ Գազայի հատվածում Թրամփի ծրագրի երկրորդ փուլով Համասը կզինաթափվի, իսկ Գազան կապառազմականացվի։ Իսրայելի վարչապետը վերջին օրերին բացահայտորեն անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Համասի հետապնդումից հետո Գազայի օղակիորեն կառավարելու համար նախատեսված կոմիտեներում նշանակումների վերաբերյալ։ ՆԱՏՕ-ն սահմանափակել է ԱՄՆ-ի հասանելիությունը հետախուզական տվյալներին Գրենլանդիային ուղղված սպառնալիքների պատճառով։ Ըստ որոշ աղբյուրների, դաշինքի ներկայացուցիչներն այլևս բացահայտ չեն շփվում ամերիկացի գործընկերների հետ, քանի որ տեղեկությունը կարող է հասնել Թրամփին եւ օգտագործվել դանիական կիսաինքնավար տարածքը գրավելու գործում։ Բրիտանական մամուլի տեղեկությունով Մեծ Բրիտանիան մտադիր է կրկնապատկել իր ջանքերը եւ ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Եվրամիության երկրների հետ։ Այս ամենի ֆոնին Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովը հայտարարել է, որ Դանիան կպատերազմի Միացյալ Նահանգների դեմ, եթե ԱՄՆ-ն փորձի գրավել Գրենլանդիան։ Նրա խոսքով Դանիան գիտակցում է, որ Միացյալ Նահանգները ռազմական առավելություն ունի երկրի նկատմամբ, սակայն եթե ռազմական գործողություններ սկսվեն, դրանք կավարտվեն Միացյալ Նահանգների համար բացասական արդյունքներով։ Միչիգանում ավելի քան 100 մեքենաներ բախվել են իրար ճանապարհի մերկասառույցի եւ վատ տեսանելիության պատճառով։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են, բազմակի բախումների պատճառով մայրուղին ամբողջությամբ փակվել է։ Ժամեր շարունակ փրկարարները փորձել են հեռացնել բեռնատարներն ու մեքենաները երթևեկությունը վերականգնելու համար։ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ Վաղը ես հրաժարական կտամ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնից։ Ցանկանում եմ նշել, որ նախագահի եւ փոխնախագահի պաշտոնում 9 տարիների ընթացքում մենք ցույց ենք տվել, որ կարող ենք արդյունավետ եւ ներդաշնակ աշխատել։ Բուլղարիայի նախագահը հաստատել է, որ պետության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխնախագահ Իլիանա Յոտովան։ ԱՄՆ զորքերը տեղակայվել են Հասակեի Ալ-Սինա բանտի շուրջ, որտեղ պահվում են իսլամական պետության գերիները։ Քրդական ուժերը դիտավորյալ ազատ են արձակում հարյուրավոր իսլամիստ ահաբեկիչների իրենց կողմից վերահսկվող բանտերից նոր ռեժիմի զինյալների առաջխաղացման ֆոնին։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ԱՊՀ-ից լիարժեք դուրս գալու համար, հայտնել է արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպշոյը։ Նախարարի խոսքով դա տեղի կունենա միայն համաձայնագրերի փաթեթից ամբողջական հրաժարվելուց հետո։ Մոլդովան իրավաբանորեն կդադարի ԱՊՀ անդամ լինել, թեև նրա մասնակցությունը կազմակերպությանը փաստացի կասեցվել էր ավելի վաղ։ Կամչատկայում ձյան հաստությունը հասել է լուսացույցերի բարձրությանը, մոտ 170 սանտիմետրի, իսկ որոշ շրջաններում ավելի քան 2.5 մետրի։ Ըստ Կամչատկայի հիդրոօթերոութաբանական կենտրոնի, վերջին անգամ նման իրավիճակ գրանցվել է 1970-ականների սկզբին։